ձեզ եւ շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, այսօր միասին կքննարկենք տարրական դպրոցներում դասագրքերում արկա թերությունները եւ իհարկե կփորձենք մասնագետների, ինչպես նաեւ շահագրգիռ անձանց օգնությամբ տալ դրանց լուծումներ կամ փորձել շտկել։ 2006-ից 2007 թվականներից սկսված արդեն Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է 12-ամյա տևողությամբ։ Ըստ օրենքի տարրական դպրոց հաճախում են 5-ից 6 տարեկան երեխաները, սակայն ծնողների մի ստվար զանգված գտնում է, որ այդ տարիքի երեխաները թե ֆիզիկապես եւ թե մանավանդ հոգեպես պատրաստ չեն ընդունելու այդ ամբողջ ինֆորմացիան, որը տրվում է դպրոցում, եւ մասնավորապես դժգոհում են դասագրքերից, համարելով, որ այդ դասագրքերը հասու չեն, հասանելի չեն իրենց երեխաներին, թե ֆինանսապես եւ թե բովանդակային առումով։ Ասում ենք բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Նախ կուզենայի ձեր թույլտվությամբ ձեզ ներկայացնել մի խնդիր, որը հենց առաջին դասարանի դասագրքից է վերցված։ Մեկ օրինակ ընդամենը, ով կարող է հաշվել, տատիկը զամբյուղում դրել է նուռ, տանձ, խնձոր եւ դեղց։ Նուռը 2 հատ է, խնձորը 4, դեղցը 4։ Քանի տանձ կա զամբյուղում։ Սա մի հարց է, որի պատասխանը ավելի բարդ է, քան լինել թե չլինելու հարցը։ Եվ հենց այս հարցին կարող եք պատասխանել այս դասագրքի հեղինակ, մարդ, որը մեր տեղավարում այսօր հյուր է, Զանգակ հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։ Խնդրենք պարոն Մկրտչյանին գալ։ Համեցեք նստեք, անկեղծ եմ ասում, սա շատ բարդ խնդիր է, գուցե ես այդքան զարգացած չեմ հիմա, որքան առաջին դասարանցիները, բայց երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա անմիջական ու մեծ դերակատարություն ունի ոչ միայն դպրոցը ուսուցիչը ընդհանուր համակարգով, այլև խնդիրները, այն խնդիրները, որոնք որ նա կարող է լուծել։ Ձեր էկրանին պատկերվածը դա ամբողջական տեքստ չի, դրա հետ կա նաև նկարներ, մեկ, եւ երկրորդին խնդիր չի։ Ուրեմն ես կարծում եմ, որ այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կհասնենք նրան, որ կտեսնենք, թե դասագիրքը, որպես այդպեսին, ինչ պահանջների պիտի բավարարի։ Այսինքն նրա մեջ պիտի արկա լինեն միայն գիտելիքներ, խնդիրներ, թե տրամաբանություն։ Տրամաբանություն այսպես թե այնպես պիտի լինի։ Թե պիտի լինեն նաև առաջադրանքներ դրված քննարկման համար։ Այո, ներեցեք, քննարկման համար ում, երեխաների։ Այո, երեխաների հետ քննարկում կազմակերպելու համար։ Այսինքն դասագիրքը եւ կազմակերպչական դեր պիտի ունենա օգնի ուսուցչին կազմակերպելու որոշ աշխատանքներ, այդ թվում քննարկումներ, համագործակցային մեթոդներով, թե խմբային քննարկումներ եւ այլն, մեկ, եւ երկրորդը նա կարող է պարունակել նաեւ խնդիրներ։ Հիմա ի սկզբանե այս որ դրված է նաեւ Facebook-յան էջերում, հենց այսպես էլ կիսատեր դրված առանց ամբողջական իր նկարների, մեկ, որովհետեւ կողքին պատկերված է զամբյուղ, որի մեջ պատկերված են այն նշված տանձ, խնձոր, դեղցը, որոնց շուրջը պիտի քննարկում կազմակերպվի, մեկ եւ երկրորդը սա նորից եմ կրկնում, որ խնդիր չի։ Այո, եթե սա խնդիր լիներ, դա չէր լուծվի, մի հարց տամ։ Այդ նկարի մեջ տանձերի քանակը որքան է։ Կա տանձ զամբյուղի մեջ։ Հիմա եթե ես ցույց տամ, ասենք մեր լսարանին գիրքը, ուրեմն տեսեք, ասենք, դուք կարող եք ասել քանի տանձ կա։ Այն հետևիններն են տանձերը։ Ենթադրում եք, որ այդպես։ Չգիտեմ։ Համենայն դեպս լուծումով խնդրում եմ ձեր կարծիքն ասել։ Իմ կարծիքն այսպեսին է, որ երևի տանձ չկա, որ տանձի մասին խոսք չի գնացել։ Ահա, ձեր կարծիքով տանձ չկա։ Տիկին Բալայան, ձեր կարծիքով քանի տանձ կա։ Կարևորել չէ, երևում է թե ոչ։ Եթե կա զամբյուղ եւ զամբյուղն էլ երեխային տանք, երեխան կարծում եմ կարող է ասել ես կդնեմ մի կողմ բոլոր նռերը, խնձորներն ու դեղցերը ու կհաշվեմ քանի տանձ կա։ Կամ ուղղակի կարող է ասել չգիտեմ։ Պարոն Խուդայան, դուք Չէ, դե տանձը երեխան արդեն նուր, դեղց բան դրանք չի հաշվում, նայում եմ միայն ինչն է տանձի նման եւ Ուրեմն ես հասա իմ նպատակին, բայց տանձի նմանը չի երևում։ Բացի դրանից քանի բարձրագույն եք ավարտել։ Ահա։ Մենք հիմա խոսում ենք Ես իմ նպատակին հասա, տեսեք, այս խնդիրը առաջի դասարանում մենք կքննարկեինք այլ ասպեկտով, բայց հիմա մենք քննարկեցինք, ասենք ես դարձրեցի դա քննարկման նյութ։ Մենք մեր հասցեին կիրթ մենք մեր տեսանկյունից սա դարձրինք հիմա այս առաջադրանքը դարձրինք քննարկման նյութ եւ տեսեք 4 հոգու մասնակցեցին քննարկմանը։ Պարոն Խուդայանը իր կարծիքն ասեց, հիմա կխնդրենք հիմնավորի, Տիկին Բալայանը իր կարծիքն ասեց, կխնդրենք հիմնավորի, դուք ձեր կարծիքը, ես իմ կարծիքը եւ կքննարկենք մեր կարծիքները, որոշ դեպքերում կգանք եզրակացության, որ քո կարծիքը ավելի լավն է, ես իմ կարծիքը կարողա փոխեմ եւ այլը, չէ։ Այսինքն սա մի առաջադրանք է, որը դրված է դասագրքում, որպեսզի ուսուցչին օգնի, որի շուրջը կազմակերպվի քննարկում։ Եվ այս սա այն եզակի առաջադրանքներից է, որ ուսուցչին շատ մեծ հնարավորություններ է տալիս բազմաթիվ խնդիրներ լուծելու, նաեւ միաժամանակ լուծելու մաթեմատիկական խնդիրներ։ Տեսեք օրինակ Պատկերված է դասագրքի մեջ, ընդհանրապես նկարի մեջ երևում է 2 խնձոր, բայց գրված է կա 4 խնձոր։ Մենք հարց ենք տալիս երեխաներին, բա տեսեք, բայց չէ որ գրված է 2 խնձոր, հա, 2 երևում է, 2 չի երևում։ Երկուսը ներքևում են։ Այսինքն հանման խնդիր ենք լուծում, տարբերության խնդիր ենք լուծում, երկուսն մեջն է։
Իսկ բանը ինչ կասեք դեղցերի մասին, երկուսի երևում է, երկուսի չերևում, ընդամենը քանի դեղցա, այսինքն ընդամենի խնդիրը լուծեցինք, գումարման խնդիրը լուծեցինք, հանման խնդիրը լուծեցինք, ընդամենը իրար հետ միասին քանի միրգ են, ապա ինչ ես կարծում, քանի տանց կա։ Պարոն Մկրտչյան, մի բան հարցնեմ, առաջին դասարանում քանի աշակերտ է լինում սովորաբար։ Նայած դպրոց, ուրեմն դպրոց կա 14, մինչև 35 աշակերտ։ Իմ ասածը սա է, մենք սա քննարկում ենք հիմա 4 հոգով, իսկ տարականներում, երբ որ 40 կամ թող լինի 30 երեխա է, պատկերացնում եք միաժամանակ 40 րոպեի դասաժամի 40 րոպեի ընթացքում այսպիսի քննարկում, որքանով է ֆիզիկապես դա հնարավոր։ Հիմա բոլոր դասերն են այդպիսի քննարկման վերածում, այն դպրոցները, որ կարողանում են դասերը, դասանյութը վերածել դարձնել քննարկվող առարկա, այն ժամանակից ամբողջ պահանջը դա է։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, ես դեռևս ծնող չեմ, ինձ համար դրա համար դժվար է օբյեկտիվորեն դատելը, ուստի եկեք հրավիրենք իմ սիրելի գոլեգաներից Լուսինե Բադալյանին, որը ծնող է եւ նրա որդին այս պահին սովորում է դպրոցում։ Լուսինե, մենք բոլորս հիշում ենք ձեր բաց նամակը կրթության եւ գիտության նախարար պարոն Աշոտյանին։ Իհարկե իմ նամակը հիմնականում ուղղված էր մայրենի լեզվի դասագրքին, բայց մաթեմատիկայի հենց այս խնդրի վերաբերյալ պարզապես մի փոքրիկ դիտարկում եթե թույլ կտաք, հազար ներողություն եմ խնդրում, որ ինձ թույլ եմ տալիս այդպիսի դիտարկում անել։ Ըստ իս երկրորդ դասարանի երեխային կամ առաջին դասարանի երեխային, երբ դուք նկարում եք 2 խնձոր եւ գրում եք, որ 4 խնձոր է տատիկի զամբյուղում, դուք արդեն անվստահություն եք սերմանում երեխային գրվածի վերաբերյալ։ Այսպիսի բաներ շատ կան ընդհանրապես մեր դասագրքերում, երբ երեխան նա ուղղակի այսպես տեսնում է, գրված է 4 խնձոր, խնդրում նկարված է 2 խնձոր, նրան առաջարկում են երևակայել, որտեղից երեխան վստահություն ստանա գրվածի վերաբերյալ։ Ինձ այդ հարցը շատ է մտածում, որպես հեղինակ կպատասխանի։ Որ եթե դասագրքի մեջ դնում ենք հետեւյալ խնդիրը, որ դասագիրքը պետք է տեղեկատվության աղբյուր լինի, գիտելիքներ փոխանցելու աղբյուր, ես համաձայն եմ։ Այդ կարգի խնդիրները առաջադրանքները պետք է այդպեսին լինեն։ Բայց եթե դասագրքի մեջ ընդգրկում ենք այն կարգի առաջադրանքներ, որոնց շուրջը պետք է մտածողություն ձևավորենք, դրանք օգտագործելով, տրամաբանությունը ձևավորենք երեխայի երևակայությունը, մտածողությունը ձևավորենք, բնական է այդպես էլ պետք է անենք։ Մենք նախապատրաստում ենք հետագա խնդիրների լուծման։ Օրինակ այդ կարգի խնդիրների թիվը շատ է։ Այդ Facebook-յան էջերում դրան նախորդող խնդիրներ էին դրել։ Տատիկին 2 թորնիկներ ծաղիկներ են նվիրում, թորնիկները տատիկի հիշում է, որ թորնիկներից մեկը 7 ծաղիկ է նվիրել, իսկ մյուսը թե քանի ծաղիկ է նվիրել չի հիշում։ Հիմա տատիկը ինչպես կարող է ողջել, թե մյուս թորնիկը քանի ծաղիկ է նվիրել։ Ձեր տրամաբանությամբ ինչպես կարող է ողջել։ Եթե ես իմանայի ընդհանուր թիվը, գումարում հանուն եթե իմանայի։ Այո, իսկ եթե չգիտեմ, ինչ եք ուզում հասնել։ Որպեսզի մենք գանք հասնենք նրան, որ աշակերտը իմանա, որպեսզի իմանար ընդհանուր թիվը կգումարեր կամ կհաներ, այդ դրա մեխանիզմը պիտի մենք Իսկ մեր մեջ որ այդ մեխանիզմը չեն ձևավորել, մեր տրամաբանությունը կաղում է ձեզ, ինձ այդ հարցն է միշտ։ Ուրեմն ես ուղղակի մի կարճ այդ ձեր հետ վերջի հարցին պատասխանեմ, հետո նորից անմիջապես անդրադարձ կատարեմ խնդրին, հա, այս առաջադրանքին։ Երբ որ մենք վերագրում ենք, որ մեր ժամանակվա կրթությունը լավն է եղել, ես, դու կամ մեր սերունդը կամ ձեր սերունդը կամ միջնախորդ եւ այլը, ես դրանից խիստ վրդովվում եմ։ Եթե մեր կրթությունը, անձամբ իմ կրթությունը, իմ սերունդի կրթությունը եւ մի քիչ փոքր ու մեծ սերունդների կրթությունը լավը լիներ, այսօրվա մեր երկիրը այս վիճակում չէր լինի։ Չէ, ուղղակի կիրթ մարդիկ են բացակա երկրից։ Այդ էլ կրթության արդյունք, այդ էլ կրթության արդյունք է, որ բացակայել է։ Բայց սրա մեջ չխորանանք, սրանում չխորանանք, հետեւյալը, հետ վերադառնանք նորից մի ուղղակի միտքս այնտեղ բարձաբանը։ Հիմա մենք երեխային ասում ենք, տատիկը ինչ պիտի աներ, ոնց կարող է հաշվել, քանի ծաղիկ նվիրեց մյուս թորնիկը։ Ուրեմն պարզապես պիտի երեխաներին հասնենք նրան, կարող ենք դա հաշվեզողներով ցույց տալ, առարկայական ցույց տալ եւ այլը, որ ինչ պիտի անեմ, ես մյուս թորնիկի Անայի տված 3 ծաղիկները պիտի դնեմ ես կողմ, 7 ծաղիկները պիտի դնեմ ես կողմ, մնացածը հաշվում, տեսնեմ քանի հատ է դա Սոնայի տվածն է։ Սա խնդրի լուծման մեխանիզմն է, որ հետագայում երբ որ ասենք որ 15 ծաղիկ ատվե, ներողություն եմ խնդրում վերջացնեմ։ Ես տրամաբանությամբ կունենամ 4 ծաղիկ, Նազենին իր տրամաբանությամբ 6 ծաղիկ, այդպես էլ Եվ պարոն Մկրտչյանը բերում է նրան, որ դա սարսափելի չէ, բայց մեխանիզմն ենք ձևավորում։ Ես լրիվ ընդունում եմ ձեր ասածը եւ քանի որ հյուր չեմ դրա համար կփորձեմ ուղղորդողի դերում հանդես գալ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ կասկածի առիթը ամեն մեկին իր տարբերակ առաջարկելու փաստը խառնում է բոլորին իրար։ Այդ մասին մենք կքննարկենք, դրա համար նաեւ ներկայացնեմ մեր հյուրերից Անանյա Շիրակացու անվան Ճեմարանի միջազգային բակալավրիատի կրծեր դպրոցի ծրագրի համակարգող Աստղիկ Բալայանին։ Աստղիկ, նշենք հենց թերությունների փաստը, հա, ընդհանրապես հիմա շատ են բողոքում։ Ես հիշում եմ նաեւ 90-ականների վերջին ես դեռ դպրոցում էի սովորում, կրկին փոխեցին դասագրքերը եւ նորից բողոքները շատ էին, թեև այն ժամանակվա դասագրքերը հանճարեղ էին համեմատած շատ այլ դասագրքերի։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, բայց նախ ուզում եմ անդրադառնալ Լուսինեի նախորդ մտքին, որ դասագրքում նկարված է 2 խնձոր, բայց տվյալներում գրված է 4 խնձոր, անվստահություն է երեխայի մոտ, անկեղծ ասեմ, անվստահություն երեխաների մեջ մեծերն են առաջացնում։
ասենք թե խնդիրը 1000 զինվորի մասին էր։ 1000 զինվոր էինք նկարելու դասագրքում։ Չէ՞ որ այստեղ կա վերացական մտածողություն եւ այդ տարիքից սկսած մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եթե դասագրքում նման բովանդակությամբ նկարներ չլինեն, հաստատ այդ ուղղությամբ աշխատանք ուսուցիչը իրականացնել չի կարող։ Այնուամենայնիվ դասագրքերի հարցին, հա, ընդհանրապես անդրադառնամ, կուզենք տարին 1 անգամ, տարին 10 անգամ փոխենք դասագրքերը։ Եթե մենք միայն կարճում ենք դասագրքերից ու փոքրիկ խնդիրը, փոքրիկ հարցն ու առաջադրանքը դարձնում ենք, չգիտեմ, խավության նոխազ, մենք առաջ չենք գնալու։ Այնուամենայնիվ, ուսուցիչը դասին նախապատրաստվում է, եւ եթե նա տեսնում է, որ այդ խնդիրը չգիտեմ, իրարանցում է առաջացնելու դասարանում, նա կարող է պարզապես շրջանցել այդ խնդիրը, որովհետև դասագրքում բազմազան են եւ ընդհանրապես դասագրքերում։ Նույնիսկ եթե դասագրքի այդ էջը իրեն չի բավարարում, նա կարող է լավ ուսուցիչը, մտածող ուսուցիչը իր աշակերտների եւ իր դասարանի մասին մտածող ուսուցիչը կարող է այդ օրը դասագրքի այդ էջը ընդհանրապես չքննարկել եւ այլ նյութեր օգտագործել։ Այդ դեպքում կարող ենք մենք ընդհանրապես առանց դասագրքերի վստահել ուսուցիչներին, ուսուցիչները իրենք կգտնեն ամեն անգամ, ես ինքս պատիվ եմ ունեցել դպրոցում դասավանդելու, այդպես էլ արել եմ, դասագիրքը այդպես էլ չեմ բացել, որովհետև նախ ես պիտի սովորեի այդ դասագիրքը իմ մասնագիտությունից 7 տարի սովորելուց հետո, որպես երեխային սովորեցի, բայց դա թողնենք մի կողմ, ես դա չեմ ուզում։ Ինձ համար, երբ ես նամակ գրեցի, բաց նամակ գրեցի, առաջնային խնդիրը մի բան էր, որը ես չէի կարողանում հասկանալ։ Երկրորդ դասարանի երեխային, չգիտեմ, 16 տառանոց բառերով տեքստեր տալը իմ կարծիքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե մասնագետները հակառակ պնդումները կունենան, բայց իմ կարծիքով դա այնքան էլ ճիշտ չի, այսինքն մենք հայոց լեզուն այնքան ճոխ է, որ բազմաթիվ հոմանիշներ գոյություն ունեն, հա, մեր բառապաշարում, կարճից սկսած մինչև, չգիտեմ, արևաճաճան չափայլ կամ չգիտեմ, երջանկահիշատակ եւ այլն եւ այլն։ Ներողություն, ես կոնկրետ փաստով էի գրել, իմիջայլոց այնպես չի, որ ինձանից հորինում եմ, եւ խնդրում եմ, որպեսզի մի քիչ բեռնաթափեին, երկրորդ դասանում երեխան կարող է ասել գնալ կամ թռչել, այլ ոչ թե սլանալ, ընթանալ, ճախրել եւ չգիտեմ ինչեր, հետո կամած տարին 1 մի քիչ բառապաշարը զարգացնելու համար մեծացնել բառերի եւ տեքստերի ծավալը։ Եվ երկրորդ խնդիրը, որը ինձ մտահոգում է, երևի այսա բարձրաձայնելուց հետո ես արդեն կլռեմ ձեզ հանգիստ կթողնեմ, ես չեմ հասկանում մեր դասագրքերի դասերի տեքստերի բովանդակությունը ինչ մեսիջ է ուզում հաղորդել երեխային։ Երբ ես ընթերցում եմ մեկ օրինակ ընդամենը, շատ տպավորվել եմ մեջ, երբ գալիս է ինչ-որ մի մարդ անցնում է փողոցով եւ մի չքավոր աղջիկ կիսախարխուլ պատի վրա, կրկին երկրորդ դասանի դասագրքից բառեր եմ ասում, փորձում եմ ավելի բարձրի ասել, բայց այնտեղ կան այդպիսի բառեր։ Կիսախարխուլ պատի վրա նստած աղաղակում եւ բացականչում է, չգիտեմ, Եղևնի եւ մի մարդ շատ բարեհոգի մոտենում է այդ երեխային եւ հարցնում է՝ ուր է Եղևնիդ։ Ես գնեմ, որպեսզի երեխան գումար ունենա, գնա իր ամանորյա, չգիտեմ, տոնակատարությունները անելու։ Երեխան ասում է, որ Եղևնին ես չեմ կտրել, Եղևնին հայրիկիս հիշատակն է, բակում է։ Դուք գումարը տվեք, ես գնամ բերեմ սղոցը կտրեմ։ Գնում է բերում է սղոցը կտրելու, այս մարդը քանի որ շատ լավ մարդ է, մտածում է, որ դե երեխայի հայրիկի հիշատակը։ Մի րոպե։ Դու վերջը լսիր, հիմա վերջում էլ չես լացի։ Երեխան որոշում է, որ ինքը գումարը վճարի ու Եղևնին չվերցնի հանկարծ, որպեսզի երեխայի հայրիկի հիշատակը մնա բակում։ Գումարը վճարում է, Եղևնին չի վերցնում, երկու քայլ չգնացած լսում է, որ երեխան գումարը արդեն ունի, երկրորդից էլ գումարը կարող է վերցնել, նորից բացականչում է Եղևնի, ինչ արժեքային համակարգ եք դուք ձևավորում իմ երեխայի մեջ։ Տրամաբանություն։ Իմ երեխայի մեջ ինչ արժեք կասեք, ինչպես է այդքանով ավարտվում է։ Երեխան այդ մարդը գնում է ու շրջվում է ու լսում է, որ երեխան կրկին վաճառում է Եղևնին։ Կարծում եմ շատ տեղին է տալ խոսքը մեր մյուս հյուրին, Երևանի պետական մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ հոգեբան Սամվել Խուդոյանին։ Պարոն Խուդոյան, ինչ կասեք։ Ես ասեմ, որ շատերը այդքան չեն խորանում։ Բողոքում են, որ արդեն առաջի դասարան են գալիս երեխաները շատ գիտելիքներով, կարդալ գիտեն, հաշվել գիտեն ու շատ եւ նրանց ձանձրալի է լինում։ Էդ էլ կա։ Չէ, ինձ արժեքային համակարգի թեմայով։ Արժեքային համակարգը այդ ուրիշ, առանցին հարց է, պետք է հատուկ ինչ որ վերլուծության ենթարկել եւ ընդհանրապես գիտեք ոնց է, օրինակ առաջի երկրորդ դասարանը, դա 6-7, այսօրվա 6-7 տարեկան հասակն է, որը այսպես կոչված կոնկրետ մտածողության տարիքն է, ծաղկման շրջան, կոնկրետ մտածողության։ Բայց հոգեբանության մեջ կա այսպիսի մի հասկացություն. մենք պիտի ուսուցիչները, մանկավարժները, նույնիսկ պսիխոթերապևտները պիտի շարժվենք
զարգացման մոտակա գոտիի հաշվառմամբ հաջորդ քայլը ինչ է լինելու դասագիրքը իր հետևից պիտի տանի երեխային եւ եթե նրա համար օրինակ ինձ դուր եկան այդ խնդիրները գիտեք ինչա որովհետեւ դա տրամաբանական եւ դիսկուսիոն ինչ-որ վիճակ է ստեղծում տրամաբանության զարգացման իսկ եթե պատկերացնում եք 4 հատ հստակ տանձ այնտեղ դրած էր ասենք 3 հատ խնձորան ինչ էր այդտեղ պետք ընդհատեմ 1 վայրկյանով շատ ներողություն խնդրելով որովհետեւ հենց պահն էր որ միաժամանակ ես նաեւ ձեր հարցին մի փոքր անդրադառնամ խնդրելով պարոն Խուդոյանից մի փոքր ընդհատում ուրեմն երբ որ դուք ասում եք արժեքային համակարգի մասին հիմա տեսեք պարոն Խուդոյան ասել նայած ինչպես է օգտագործում ուրատան դասագիրքը եւ այլը չէ հիմա դնենք այսպես եթե դասագրքի մեջ ձեր կարդացած լիներ գրված որ երեխաներ գիտեք ինչ հենց մի անգամից թելադրված էր որ մի անգամից վաճառել է մեկի վրա այս մեկը տեսել է որ այդ Եղևնին իր պապայի հիշատակն է որ հիշատակն է այդպես չի վերցրել թողել է եւ այլ ու այս երեխան այլևս ուրիշի վրա չի վաճառել Սրանով մենք թելադրեցինք արժեքային համակարգ երեխայի մոտ, թելադրեցինք, չձևավորեցինք։ Իսկ երբ որ մենք սա դնում ենք հենց այսպես ինչպեսին որ կա, եւ կազմակերպում ենք քննարկում դասարանում։ Օրինակ ես վստահ եմ, եթե Աստղիկենս դպրոցում լիներ, շիրակացում լիներ, հաստատ կամ մի ուրիշ դպրոցներ, լավ դպրոցներ շատ ունենք, լավ ուսուցիչներ շատ ունենք։ Անմիջապես դասատուն դրանից հետո դնում է քննարկման։ Երեխաներ ճիշտ վարվեց, այս աշակերտը թե սխալ վարվեց։ Դասարանը բաժանում է երկու մասի։ Նրանք ովքեր որ կողմ էին աշակերտի հետ որ երկրորդի վրա վաճառեց, նրանք ովքեր դեմ էին, որ երկրորդի վրա պիտի չվաճառվեր։ Եւ յուրաքանչյուր խումբ սկսում է իր կարծիքն ասել։ Պարոն Մկրտչյան, լրիվ պարզ էր հարցը, բայց ինչ վերաբերում է թելադրելուն, գուցե ես հին մտածողության մարդ եմ, երբեմն պետք է թելադրել, որպեսզի հետո կարողանան ճիշտ ընտրություն անել։ Որովհետեւ ինչ-ինչ այդ մի հարցում չեմ ուզում մենք լինենք եվրոպական։ Հիմա դրան եմ ասում, չէ՞ որ մենք ունենք նաեւ ուսուցիչ այնտեղ, որ գործընթացն է վարում։ Հիմա այս խումբը հիմնավորում է, որ այդ երեխան սխալ է վարվել, այս խումբը հիմնավորում է, որ այդ երեխան ճիշտ է վարվել։ Եվ բերում է ուսուցիչը իր արհեստական բաներով հասցնում է նրան, որ երեխաները իրանք են հասկանում, որ այդ աշակերտը սխալ է վարվել։ Այս ավելի լավ չենք մենք ձևավորում արժեքային համակարգ։ Արժեքայինի հարցին է վերաբերում, այդ Եղևնու պատմությունը աբսուրդ է։ Այդ հաստատ, ոնց ուզում ես գցի բռնի, եթե բիզնես է անում երեխան։ Բիզնես, այսինքն երեխային փոքրիկ սովորեցնում, հիշատակի հասկացությունը կարելի է ոտնահարել երկու կոպեկ գումարի համար, ախր դու աբսուրդ է։ Տեստ էր ընդունելության կարծեմ, թե դասագրքում էր ներկայացված, ուրեմն երկու աղբեր, եղբայր, մեկը խեղդվում է գետում, հայրն ու եղբայրը։ Ում կփրկես, ինչ որ տես մի բան էր, ում կփրկես դու եւ այնտեղ եթե ասում է որ եղբորը կփրկեր, տրամաբանության պատասխանը տեստի այն էր, որ ոչ, սխալ է, եղբայրը քո կանկուր մրցակիցն է ժառանգության հարցով։ Ճիշտ է, հորը փրկելն է, որ ահա այդպիսի մի բան, այո, կա, էդ էլ կար։ Ես լսել եմ վրացիների։ Չէ, հիմա ինչու մենք վերցնենք վատ օրինակ։ Մտածելակերպ էին սովորել։ Պարոն Խուդոյան, սովետական ուսուցումը խիստ փոխկապակցված էր պետական մտածողության հետ։ Ցանկացած դասը փոքրիկ կաթիլներով քո մեջ ձևավորում էր մարդկային այդ արժեքը, վատ էր դա թե լավ, թողնենք մի կողմ։ Բայց դու մեծանում ես սովետական քաղաքացի, դու սիրում ես աշխատանքը, դու ձգտում ես բարգավաճել, չկա, խորհրդային բոլոր քաղաքացիները զզվում ու ատում էին այդ հասարակությունը։ Միանշանակ չեք կարող ասել, իմ ասածը դա չէ, եկեք այսօր մենք մեր մենտալիտետից, մեր վիճակից ելնելով մի փոքր մի բան, ով է ասում, ես սովորել եմ սովետական դպրոցում, պարոն Խուդոյան, ես սովորել եմ սովետական դպրոցում, ես եղել եմ պիոներ, ես եղել եմ կոմերիտական։ Էքսպերիմենտները դպրոցներում եւ առհասարակ մտքի ու սիստեմի ազատությունը։ Այսպիսի կրթահամալիրներից է թերևս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որի ներկայացուցիչներն էլ սիրով հրավիրում ենք հենց այս պահին, Նաիրա Դալուզյան եւ Անահիտ Հարությունյան։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասվարներ, կրթահամալիրը իմիջիալոց իրականացնում է պետական այլընտրանքային կրթական ծրագիր։ Համեցեք։ Շնորհակալություն Անահիտ, Նաիրա, ընդհանրապես շատ ուրախալի է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդ դասվարներ։ Եվ այս խնդրի հետ կապված, եթե ունեք ձեր տեսակետը համեցեք։ Դասագրքերի հետ կապված ասեմ, քանի որ մեր կրթահամալիրը արդեն նշվեց իրականացնում է այլընտրանքային հեղինակային մանկավարժություն, դասագիրքը մենք չենք համարում միակը եւ անկրկնելին եւ անփոխարինելին, եւ որպես այսպես մեջբերում ասեմ, հնարավոր չէ երբևէ ստեղծել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, դասագիրք, որը լինի իդեալական եւ անթերի բոլորի համար եւ չլինեն թերություններ։
Ես իմ դասարանում դասագրքից ընտրում եմ այն նյութերը, այն առաջադրանքները, որոնք շատ լավն են ու ես իմ դասարանում դրանցով աշխատում եմ։ Այն առաջադրանքները, որոնք անդրադառնում են եւ իրենց մտածողությանը, հա, ինչպես սխալ արժե համակարգի ձևավորմանը եւ այլ շրջանցում եմ եւ լեզվական եք ընտրում դրանք ասեք թե ինչ սկզբունքով եք ընտրում սկզբունքը ուրեմն լեզվական նյութերի ելակետը ո՞րն է լեզվական նյութերի հետ կապված ինչ ենք ընթերցում տարական դասարաններում որովհետեւ դա շատ կարեւոր է այդ շրջանում երեխայի լեզվամտածողությունն է ձևավորվում իր գրական լեզվական ճաշակը եւ այդ տեսակ բառեր հա որ ինքը չի գործածում հա իր կյանքում իր առօրյայում դա իր համար անհասկանալի արհեստական բառեր են եւ պետք է չի որ ինքը դրանք առնչվի մենք ընտրում ենք Թումանյան, Աղայան, Խնկոյան, այսինքն մեր տեքստերի ընտրությունը մինչեւ վերջ դա ինչու դասագրքերում ներառված չեն ձեր ասածները։ Ես այդ հարցին դա չեմ կարող պատասխանել։ Ներեցեք, նախքան ձեր խոսակցության ակտիվացումը ներկայացնեմ մեր մյուս հարգարժան Անահիտին, Անահիտ շնորհակալություն։ Բազմամյա փորձ ունեցող այս ասպարեզում մասնավորապես Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մեր շատ սիրելի հյուրը։ Բարի երեկո տիկին Անահիտ։ Շնորհակալ եմ, որ հարցով ընդմիջեցիք։ Սկզբունքը դուք կանխեցիք իմ հարցը, որ ես պետք է տայի։ Հավանաբար Լուսինեի ասացնել ենթադրում էր դա։ Ինչպիսի սկզբունքով են ընտրվում եւ ինչու հենց այդ օրինակ Եղևնու պատմությունը կամ ոչ Թումանյան։ Ես շատ ուշադիր լսեցի եւ ուզում եմ անդրադառնալ հնչած բոլոր մտքերին։ Առաջինը կրթական քաղաքականությունը պետք է ծառայի պետականության ձևավորմանը հստակ պետք է ծառայի ուրեմն մեր դասագրքերը որ մրցույթով անցնում են հոգեբանները չեն կարդում այ հրատարակիչները պիտի չխնայեն գումար հոնորար տան նաև հոգեբաններին հրատարակիչները թե ստեղծողները օրինակ հրատարակիչները դասագրքերի այլ ընտրանքային դասագրքերից մեկում հենց համահեղինակ է հոգեբանը տիկին բան շատ լավ Դա ես մասնավոր դեպք եք ասում, բայց ընդհանրապես եմ ասում, հրատարակիչներն են դասագրքերի մրցույթին մասնակցում։ Ինձ օրինակ հետաքրքիր է, դուք խորհրդային տարիներին կրթություն ստացած մարդ եք։ Ինչպես եք դասավանդած։ Նաև, այո, բայց ինձ առավել հետաքրքիր է ձեր տեսակետը որպես կրող այդ կրթության։ Դուք ինչպես եք որակում ձեր կրթությունը։ Ուրեմն այն կրթությունը, որ ես ստացել եմ, ինձ խանգարում էր ապրել այնպես, ինչպես ես էի ուզում ապրել խորհրդային տարիներին։ Այո, դա այն կրթությունն էր, երբ ինձ տրվում էր այն, ինչ որ կոնկրետ ես պիտի տեսնեի ու ասեի ու պիտի խոսեի եւ ոչ երբեք իմ կարծիքը ասեի։ Այսինքն դուք ծառայում էիք պետությանը։ Այո, ես չէ, ինձ չստացվեց ծառա։ Ինձ ծառա չստացվեց, դրա նպատակը դա էր։ Եվ արդարացրել էր, չէ իրականացրել։ Այսօր այն պետությունը, որի սահմանադրության մեջ գրված է Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական ինքնիշխան ազատ պետություն է, նրա քաղաքացին երբեք ոչ մի բան ապրիորի չպիտի ընդունի։ Քննադատական վերլուծությունը եւ մտածողությունը պետք է դրված լինի իր մտածողության հիմքում, որը հիմիկվա դասագրքերը փորձում են անել, ես չեմ ասում շատ լավ են, բայց ավելի լավ քան այն մեր այսօրվա խորագիրն է, մենք ընդհանրապես որոշել ենք յուրաքանչյուր թեմային անվանում տալ։ Տարրական դասագրքերի ոչ տարրական կուլտուրան։ Սա իհարկե շատ ընդհանրական փաստ է, բայց որքանով է այսօր վերնագիր չի ասեմ։ Ինչևէ, հիմա մենք էլ մեր թերություններն ունենք։ Հասարակությունը այսօր ձևավորում է մի այլ արժեհամակարգ, դպրոցը տալիս է մի այլ, ամեն մի ուսուցիչ իր հետ բերում է իր սուբյեկտիվ արժեհամակարգը։ Եվ ամեն ընտանիք իրար։ Եվ ամեն ընտանիք իրենը ունի, որը միշտ չէ, որը շատ դրական է, ցավոք սրտի։ Հիմա Նայրա, դուք եւս տարականների դասվար եք, ինձ հետաքրքիր է։ Ինտերնետը օրինակ, որպես գործիք, զենք կամ միջոց, կարող է համարվել դասագիրք, ոչ ֆորմալ դասագիրք, եւ որքանով եք դուք օգտագործում այն։ Մեզ մոտ հիմնականում ընդունված է, երեխաներից շատերը գալիս են դպրոց նոթբուք, նետբուքերով, մենք շատ դասեր վարում ենք էլեկտրոնային գրատախտակների միջոցով եւ շատ ուսումնական նյութեր պատրաստում ենք հենց ինտերնետից վերցված տարբեր նյութեր ինքներս վերցնում ենք, փորձում ենք խմբագրել, դարձնել երեխայի տարիքին եւ հետաքրքրություններին համապատասխան եւ դա մատուցել երեխային։ Ինչպես այստեղ արդեն Աստղիկ նշեց, յուրաքանչյուր ուսուցիչ դասից առաջ երկար պատրաստվում է ու դասագիր
դասագիրքը շատ քիչ է, դասագիրքն իր մեջ չի կարող ներառել այն ամենը, ինչ որ դու ուզում ես տալ այդ երեխային։ Ու դրա համար պիտի շատ լավ պատրաստվել։ Մենք շատ օգտվում ենք տարբեր ինտերնետային կայքերից եւ ես կարծում եմ, որ չնայած մարդիկ շատերը մտածում են, որ դա մեծ չարիք է, բայց եթե մենք կարողանում ենք երեխային ճիշտ ուղղորդել, հա, ճիշտ բացատրել, կուլտուրան սովորեցնել, հա, ինտերնետից օգտվելու, մենք կարողանում ենք դաստիարակել մարդ, որը հետո կարող է ինքնակրթությամբ զբաղվել, իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը, այսինքն մտածող քաղաքացի ենք ձևավորել։ Մտածող քաղաքացի, որ Այո, կարող է նաև համաձայն չլինել շատ կարծիք։ Եվ մեր հասարակությունը լսում է մեզ եւ ասում է ինչ, հիմա ամեն մի ուսուցիչ իր համար իր ծրագիրը։ Այդպես չի, հենց իրենք պետական չափորոշիչ գոյություն ունի։ Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին օրենքով 2009 թվականին ընդունված Հայաստանում գործում է մեկ պետական չափորոշիչ։ Այդ բոլորս այդ չափորոշիչը պիտի կատարեն։ Չէ, դա պարզ է, Տիկին Բաղչյան, պարզապես այդ չափորոշիչից անկախ մատուցողը եւ ճանապարհներն են, մեթոդներն են, ճանապարհները տարբեր են, բայց չափորոշիչի պատվերը կատարելուն միտված է բոլորի աշխատանքը, նաև դասագիրը։ Շնորհակալություն լրացման համար, Անահիտ։ Նաև լրացում ունեմ, իհարկե չափորոշիչները պահպանվում են եւ դա մենք շրջանցել չենք կարող։ Եվ համացանցի հետ կապված ես լրացնեմ, հա, Նարային, մենք ունենք ուսումնական կայք, մեր կայքը, չգիտեմ, եթե ծանոթ չէ, իրենց ենթակայքերով, ունենք դասարանական էջեր, ինքը ուսումնական տարածք է, վիրտուալ ուսումնական տարածք, որտեղ ուսուցչի եւ սովորողի միջև այդ կապը սովորող, ուսուցիչ, ծնող, հա, իր աշխատանքը, իր նյութերը, դրանք թողարկում են, ծնողը տեսնում է, սովորողները հենց առաջի դասարանից ունենում են էլեկտրոնային post եւ կա էլեկտրոնային օրացույց ասվածը, որը գործածվում է մեզ մոտ եւ ամեն օր ուսուցիչը դասարանում արվածը եւ հանձնարարվող առաջադրանքները ուղարկում է ծնողին, այսինքն այսպիսով ծնողը անընդհատ վերահսկում է, այո, եւ տեղյակ է թե իր երեխան ինչ է սովորում եւ ինչ ինքը ունի տանը անելու։ Այսինքն այդ վերահսկելիությունը ծնողին մասնակից դարձնել ուսումնական process-ին, հա, հնարավորինս մինչև վերջ պահպանվում է եւ այդ քննարկումը իհարկե ծնողը եւ գործը չի հասնում բաց նամակներին։ Եվ ես վերջերս պատիվ եմ ունեցել մեր ծրագրի շրջանակներում շփվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտների կամ այս ընթացքում սովորող երեխաների հետ, մեծագույն հաճույք եմ ստացել, այսինքն ձեր ընտրած տարբերակը հասել է իր նպատակին, սա հանգիստ կարելի ասել, այն դեպքում երբ որ անդադ քննադատաբար ես մոտենում կրթությանը, բայց սա հանգիստ կարելի ասել, բայց ինչ անել այս դեպքում այն հանրակրթական դպրոցների հետ, որտեղ կան երբեմն, օրինակ բազմիցս ասել եմ, էլի պիտի ասենք իմ բախտը բերել է, իմ երեխային հասել է խելացի, կիրթ, շատ լավ տրամաբանող եւ շատ քաղաքակիրթ ուսուցչուհի։ Իսկ ինչ անի այն ծնողը, ում երեխային բաժին չի ընկել այդպիսի ուսուցիչ, եւ նա ունի մեկ տարբերակ սովորելու դասագրքով։ Ինչ անել։ Հիմա լսենք մենք դասագրքի այնուամենայնիվ հեղինակին, պարոն Մկրտչյան։ Ինչ անենք, եթե դասվարա այդքան հաջող չի։ Բազմազան եք դնում հարցերը։ Բա այդպես ենք մենք, այդպեսին ենք։ Դուք եք դրել ձեր դասագրքը բազմազան, տրամաբանություն, բազմազան։ Նայման դասագիրք են քննարկում, դասապրոցես, ուսուցիչ, տեծնող, դպրոց հարաբերություն, ասենց խառնում ամբողջը իրար։ Հիմա կծկտուր վերջում բոլորը իրաց են, բայց դրանք հետեւյալն է, ես համաձայն եմ, ուսուցիչները պիտի կատարեն շատ մեծ ստեղծագործական աշխատանք, դրա համար կոչվում են որոշները ստեղծագործող ուսուցիչներ։ Մի բան կարող եմ հարցնել։ Դասագրքերի ստեղծման ընթացքում կամ խնդիրների մշակման ընթացքում որքանով է հաշվի առնել ծնողի գնահատականը կամ ուսուցչի կարծիքը։ Դրան եմ գալիս։ Ծնողներ կան, որ զանգում են ինձ, ասում, պարոն Մկրտչյան, ես 4 դասարանի խնդիրը դու ես դրել, ասում եմ, ես եմ դրել։ Ինչ ես դրել, չեմ կարողանում լուծել այդ խնդիրը։ Ասում, չէ՞ որ այդ խնդիրը քեզ համար չի։ Այդ խնդիրը քո երեխա համար է։ Ոնց ես խնդիրը չկարողանամ լուծել ու իմ երեխա համար, այդ խնդիրը, ասում, դու ինչ ես աշխատում։ Դիցուկ խառատ եմ աշխատում կամ չգիտեմ ինչ եմ աշխատում եւ ինչ-որ մի աշխատանք ունի։ Ասում, ուրեմն ես եթե դնեի այն կարգի խնդիրներ, որ բոլոր ծնողները համատարած կարողանային լուծեին, չէ՞, ամենացածր մագարտակի ծնողներ, ներողություն եմ խնդրում ծնողներից, որ այսպես կոպիտ ստացվեց բառից, ասենք գիտական, ենթադրենք մաթեմատիկայի, ցածր մակարդակ ունեցող ծնողը կարողանա բոլոր խնդիրները լուծի, ուրեմն նշանակում է մենք ընդհանրապես առաջ խաղացում չենք ունենա։ Պիտի համատարած տափակ խնդիրներ դնենք ու դրանով ինչ այդ անում են բուհերը, իջեցնում են մակարդակը եւ երկրորդը ծնողին կարելի է մասնակից դարձնել ուսուցման process-ին, բայց ուսուցման process-ի կառավարմանը։ Ծնողը շատ ժամանակ պիտի իրան թույլ չտա նույնիսկ դասագիր գնահատի։ Պետք է դուք ասում եք իդեալական տարբերակը, պարոն Մկրտչյան, բայց մեզ մոտ ընդունված է, որ մարդը տանը նստած
է երեխան գա իրար հետ նստեն դասերը անել։ Ամենամեծ սխալը սա է։ Հասարակական պահանջը դպրոցի նկատմամբ սխալ է։ Հասարակությունն է այսօր ցանկանում է, որ իր երեխեն բոլոր համատարած ենթադրենք առաջ դասարանում 20 աշակերտ ասողորում, 20-ից ծնողն էլ ցանկանում է, որ իր երեխեքը մաթեմատիկայից բոլորը գերազանց լինեն։ Տիկին Անայ, ձեր ժամանակ, ձեր երեխաների հետ դասերը արել եք թե ոչ։ Ես երբեք իմ երեխաների հետ դաս չեմ արել։ Երբեք առաջին դասարանում էլ չեք Երբեք առաջին դասարանից էլ չեմ արել եւ չեմ ստուգել, որովհետեւ ժամանակ չեմ ունեցել։ Ավելին ասեմ, ներողություն տիկին Աշյան։ Առաջին դասարանում պետականորեն նույնիսկ կարգելվում է դասարան տնային աշխատանք տալը։ Պետականորեն Ես ընդհանրապես շատ կուզեի, որ արգելվեր գնահատական դնելը, որովհետեւ դա հոգեբանական մեծ տրավմա է երեխաներին։ Այս մոտ օրինակ գնահատական Շատ թեժ է քննարկումը եւ փաստը մնում է փաստ, որ մենք բոլորը շահագրգռված ենք, որպեսզի կրթությունը լինի որակյալ։ Ուզում եմ ասեմ, մենք հստակ պետք է իմանանք, ահա մաթեմատիկայի առաջի դասարանի դասընթացն անցավ, ինչ արդյունք ենք ունենում։ Ինչ ենք հոգեբանական արդյունք ենք ունենում։ Երեխայի մտածողության մեջ ինչ տեղաշարժ պիտի լինի։ Ինչ գիտելիքներ պիտի ունենա, անձնային որակների առումով ինչ հատկություններ պիտի լինեն եւ ահա գնահատման մի չափանիշ կա, այս դասագիրքը, այս ուսուցիչը կա, ուսուցիչը իհարկե ուսուցիչ շատ բան է կախված, բայց բոլոր դեպքերում դասագրքից էլ վերջում այդ արդյունքները գնահատելուց, տեստերով, ստուգելով, եթե այդ արդյունքին մենք հասել ենք, ուրեմն նորմալ է։ Ուզում է ծնողն ասի վատ է, ուզում է ասի։ Լավ, պարոն Խուդոյան, դուք խոսում եք իդեալական տարբերակի մասին, երբ նույն դասագիրքն է կիրառվում եւ տասնամյակ անցնում է, որի արդյունքում մենք կարող ենք հասկանալ ինչպիսի վարկանիշ, ինչպիսի ստատիստիկա ունենք։ Չէ՞ որ այժմ, եթե չեմ սխալվում, ամեն 3 տարին մեկ վերատպվում են ու փոխվում են, շտկվում են, ինչ որ բաներ են։ Չէ, նայած որ դասագրքերը, օրինակ, չէ, այսպես է, առաջի դասարանի Առաջի կիսամյակում Այբենարանը, մաթեմատիկայի առաջի կիսամյակ դասագիրք տետրը եւ կերպարվեստի դասագիրք տետրը ամեն տարի վերահրատարակում եւ պետության կողմից անվճար բաժանվում է հանրակրթական դպրոցում սովորող Լուսինե անվճար է տրամադրվում։ Մի վարքան։ Տարականի դասագրքերը անվճար են։ Ուրեմն սա խոսքս վերաբերում է առաջի դասարանի, առաջի կիսամյակում օգտագործող Այբենարանի, մաթեմատիկայի առաջի գիրք տետրին եւ կերպարվեստի գիրք տետրին, առաջի կիսամյակ։ Դրանից հետո մնացած բոլոր տարական դասարանի դասագրքերը, մեկի շորտ դասարան, վերահրատարակում է 3 տարին մեկ եւ անվճար, մեկը մյուսին փոխանցելով տրամադրվում է երեխաներին։ Պարոն Մկրտչյան, մի հարց։ Ինչ փորձաքննություն է անցնում դասագրքը նախքան աշակերտին հասնելը։ Անցնում է որոշակի փորձաքննություն։ Ինչպես։ Կոնկրետ որ դասագրքերի մասին։ Տարականների։ Տարական դասագրքերը ուրեմն օրինակ մաթեմատիկայի դասագրքերը այսպես վերցնենք, որ առաջի անգամ կոնկրետ իմ հեղինակ։ Հակիրճ եթե կարելի է։ Հա, իմ հեղինակած դասագրքերը 2006 թվականից մտելագործվածության մեջ առաջի դասարանի առաջի մասը ամեն տարի վերահրատարակվել է։ Եթե ասում ենք ամեն տարի վերահրատարակվել, նշանակում ամեն տարի սա փորձաշրջանի մեջ է կոպիտ ասած։ Ամեն տարի ազգային երեխայի վրա էքսպերիմենտ է։ Չէ, այդպես չի կարելի ասել, ախր այս պարոն Մկրտչյան, այո տիկին Բախշյան։ 2009 թվականի օրենքում ամրագրեցինք, որ դասագիրքը պետք է 1 տարի փորձաքննություն անցնի, հետո հուլիսին օրենքը ընդունվեց, սեպտեմբերին ետ ողորմել։ Տիկին Բախշյան, դա միջին դասարանի դասագրքերի մասին է։ Դա փորձաքննությունը վերաբերում է բոլորին։ Բոլոր այնտեղ չէր գրած միայն միջին։ Հետո դա դուրս եկավ։ Հիմա տարականի դասագրքերի պատասխանատուն կառավարությունն է, իդեմս նախարարության, իսկ միջին եւ բարձր ավագ դպրոցինը դասագրքերի շրջանառու հիմնադրամը։ Փորձաքննություն որպես այդպիսին ամբողջ տարվա ընթացքում չի լինում, այլ լինում է այս տարի կոնկրետ 12 թվականի մրցույթով անցած երաշխավորը մրցույթով անցած դասագրքերը փորձարարության են ուղարկվել հանրապետության 90 դպրոց մոտավորապես։ Արդյունքում Լուսինեի ասածը ճիշտ էր այն առումով, որ առաջին դասարանցի երեխան ակամայից ենթարկվում է փորձարարության։ Չեմ ասում վատ է թե լավ։ Բայց ինչ վատ բան կա նրա մեջ, որ դասագրքերը պարբերաբար վերանայվեն եւ ոչ միայն դասագրքերը, բոլոր ուսումնասիրությունները։ Հիմա այս դասագրքով արդեն ներողություն եմ խնդրում, 7 տարի անցնում են։ Այս տարի նորից վերահրատարակվելու է։ Ես հասկացա։ Հիմա վերահրատարակման ընթացքում մենք աշխատում ենք, չէ՞ դասագրքի վրա։ Ամեն օր հանդիպում ենք դպրոցներում եւ այլն։ Այսինքն ինքը անդադար աշխատում է։ Այս շատ լավ է։ Մի րոպե պարոն Մկրտչյան, ներեցեք, ասենք կներեք, արագության ընթացքում վերատպվում են, վերարտադրվում են, վերաիմաստավորվում են դասագրքերը, կատարելագործվում են։ Որքանով է հասցնում ուսուցիչը մեթոդավոր կերպով
կատարելագործվել եւ անցնել այն տրեյնինգները, որոնք անհրաժեշտ են այդ երեխային հետաքրքրելու համար։ Ինչպես Տիկին Բախշյանն ասաց, ինչ էլ որ փոխվի դասագրքում, նա չի կարող անցնել ծրագրի սահմանը կամ ծրագրից դուրս բան ընդգրկել եւ չափորոշից դուրս գալ։ Ուսուցիչը շատ լավ է իմ կարծիքով, որ դասագիրքը լիարժեք չի լինում, իդեալական չի լինում, ինչու՞։ Որովհետեւ ուսուցիչը այդ դեպքում դասը իր աշխատանքը պլանավորում է ոչ միայն դասագրքով, այլ նայում է ծրագիր, նայում է չափորոշիչ։ Երբ որ դասագիրքը, այսպես ասած, չակերտավոր իդեալական լիներ, կարծում եմ ուսուցիչը դասագրքից դուրս ոչինչ նայելու կարիք չերել ունենա։ Բացի դրանից ինչ ասել է իդեալական դասագիր։ Լավ է դեպքում էլ ինչի՞ է դասագիրքը, եկեք բոլորս իրականորեն տարբերակով է ոչ թե միակ ճանապարհը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել, պարոն Մկրտչյանին։ Ձերքից տակ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի վերաբերյալ ուսուցիչների կարծիքները։ Համեցեք։ Մի քանիսը լսենք։ Եվ իմ վերած կարծիքներում ուսուցիչներն ասում են, որ անհրաժեշտ է բեռնաթափել, խրթին են, լեզուն դասագիրքը ծանրաբեռնված է, բարդ խնդիրներ են, կոնկրետ բարդ երկրաչափական առաջադրանքներ են։ Որ դասագրքի մասին։ 4-րդ դասարանի մաթեմատիկայի։ Որ ժամանակահատվածում։ Ձեր, այո։ Երկրաչափության։ Մյուսի մեջ, այո։ Դժվարամատչելի լեզվով է շարադրված խրթին եւ եթե ունենանք ասում է բավարար ժամանակ, գուցե կարողանանք այս ծրագիրը հասնել, բայց խնդիրը հասկանալի է, շատ շնորհակալ եմ Տիկին Բախշյան։ Կարելի է մի հարցի մասին խոսել։ Մեզ մի կողմից էսպես է, հա, դնում ենք երեխայի տեղ, մյուս կողմից ծանրաբեռնում ենք բարդ բաներով։ Երեխան ի վիճակի է, եթե ծնողներն ու մեծերը նրանց ուղղակի շփոթմունքի մեջ չդնեն։ Երեխային հետաքրքիր է, երեխան ուզում է, ուրեմն թող դասագիրքն էլ կարդա, դասագրքից դուրս այլ նյութեր էլ կարդա եւ համացանցից օգտվի։ Աստղիկ, ես շատ շնորհակալ եմ ձեր այս ձևակերպման համար, որովհետեւ ես շատ բաների հետ համակարծիք չեմ, բայց մի բանը մնում է փաստ, որքան բարձր է նշաձողը, այդքան արագ եւ այդքան կոնկրետ երեխան ձգտում է այդ բարձր։ Բայց պետք է ճիշտ ճանապարհ նշաձողը բարձր չի, երեխան կարող է, մենք ենք ասում, եւ դա լավ է։ Մենք չենք ասում մեթոդների մասին։ Ամենալավ դասագիրքն էլ, եթե տանք ուսուցչին, որը չունի մեթոդական համապատասխան պատրաստվածություն, չի կարդացել չափորոշի պահանջները եւ ընդհանրապես չի աշխատում իր վրա, ամենալավ դասագրքով էլ նա չի կարող աշխատել։ Այսինքն ամենական ուսուցիչներ ունենք։ Ամենակարևոր կրթության ազգային ինստիտուտը նախարարությունը հոգում է այն մասին, որ ուսուցիչները վերապատրաստվեն։ Դրա մասին էի խոսում։ Ուսուցիչները այսօր կոմպետենտ են ներկայացնելու յուրաքանչյուր դասագիր կանկախ իր որոշ թերի կողմերի։ Ոչ։ Բոլորովին։ Չէ, այդպես չեն կարող։ Բոլորովին։ Ես ասեմ վերջին դասագրքերի մասին փորձարարության արդյունքները 90 դպրոցից ստացած այդ եզրակացությունները ընդամենը 13-ն էր, որ գրված էր գրագետ եւ այն պահանջի համապատասխան, որ կային մեթոդական ուղեցույցեր ուղարկել։ Մնացածներում միայն տեսնեք, ես ուսուցչին պետք է հնարավորություն ուսուցչի տրվել է հնարավորություն, թե չի տրվել, ես չգիտեմ։ Ինչ է նշանակում չի տրվել։ Ուսուցիչը կարծիք բոլորի մասին չեմ ասում իհարկե, որոշներ կարծիք գրել չգիտի։ Եթե ովքեր են մեղավորները։ Ահա։ Շատ։ Այստեղ շատ խորն է հարցը, մենք մեր անպայման կանդրադառնանք։ Այո, պարոն Խուդոյան։ Եվ այլն։ Իմ կարծիքով դասագրքերը անպայման պետք է էքսպերտիզայի ենթարկվեն։ Այսինքն անկախ էքսպերտների գնահատականի պետք է արժանանք, որում ոչ ոք չիմանա, թե այս մարդու դասագիրքը ում մոտ գնաց։ Ոչ ոք, եւ պիտի ասենք մասնագետների մի խումբը գնահատի իր կարծիքը դրական բացասական կողմին, գուցե նաեւ առաջարկները ներկայացնի, եթե շտկվեն, ուղղվեն, նոր այդպիսի մի պրոցեդուրա պետք է նախքան դպրոց մտնել։ Երբեմն դասագիր գրողի մոտ գնում է իր դասագիրքը փորձաքննության։ Ես կարող եմ բան ասել։ Այո, եւ ոչ միայն դրա վերաբերում է ուսումնաօժանդակ։ Շատ լավ զավեշտալի բան ասացիք Տիկին Բախշյան։ Ցավոք սրտի մենք անդադ նորից գալիս ենք այն գաղափարին մի դասագիրք եւ այլն, բայց հիմա ես նորից եմ ուզում ասել, այնքան շատ են այլ ռեսուրսները, այնքան շատ հետաքրքիր գրքեր են տպագրվում, ում համար են դրանք։ Եթե դա չի մտնում դպրոց, եթե ուսուցիչը դա չի դարձնում ուսումնական նյութ, ում համար են տպվում այդ գեղեցիկ գունազարդ գրքերը, կամ ում համար են այդքան շատ հետաքրքիր էլեկտրոնային շատ
շատ հետաքրքիր խաղի տեսակներով, խաղային դասեր կան եւ ում համար են դրանք։ Ես հիշում եմ մենք փայտիկներով էինք հաշվել սովորում, իսկ հիմա մենք օրինակ էլեկտրոնային գրատախտակով ունենք շատ մեծ գունազարդ դասեր ենք պատրաստում, որ առաջի դասարանցուն, երկրորդ դասարանցուն եւ տեսանելի է, շատ չի վերացարկում, քանի որ այդ տարիքում դեռ երեխան պիտի տեսնի, դիտարկի, շոշափի, հասկանա, հա, այդ մի հատը, երկուսը եւ այլն, մինչեւ վերացարկումը ու անդադ կարճել հետո կյանքը ինքը խնդիր է։ Կյանքը ինքը խնդիր է, դու կարող ես առանց դասագրքի այնպիսի խնդիրներ առաջարկել դասարանում, հա։ Չգիտեմ, դուրս գալ լողավազան հաշվել քարեր եւ այլն։ Դա շատ կարևոր է։ Դասագիրքը ճիշտ է, իրան պետք չէ ֆետիշացնել, չգիտեմ, ինչ սարքել, բայց նաեւ պետք չէ արամարել, որովհետեւ դասագրքի հեղինակը անձամբ ես օրինակ հեղինակը տեսեք, ի տարբերություն ուսուցիչների, որ կազմում են նյութեր, հեղինակը, ասենք ես ինչ եմ անում, 4-րդ դասարանի այս խնդիրը որ դնում եմ, որ պիտի լուծի աշակերտը, հետ գնում եմ առաջի դասարանում, երկրորդ, երրորդ, նախապատրաստական աշխատանք են բերում։ Հիմա իմ դասագիրքը նախապատրաստում է նաև 10-րդ դասարանում հանրահաշվից ինչ պիտի անցնի դա։ Եթե ուսուցիչը ամբողջապես տիրապետի մաթեմատիկայի բոլոր չափորոշիչային պահանջներին դպրոցական, շատ լավ ինքը կարող է ստեղծել իր սեփական դասագիրքը, բայց չէ որ ինքը չի կարող բոլոր ուսուցիչները չեն կարող դրան տիրապետել։ Հետևաբար առաջնահերթությունը ստեղծել մի բան ասեմ, ամրապնդի ուսուցիչը եթե գիտականությունը, ներողություն եմ խնդրում, հրատարակիչն է, հեղինակն է, այո, դա առավելություններ է, բա իհարկե։ Ամեն բան ուսուցիչը եթե տիրապետի չափորոշիչներին, կարծում եմ ինքը կկարողանա արդեն իր դասարանում ուղղորդել դասարանը։ Կներեք, ուսուցիչին կարող է իմանալ 10-րդ դասարանում հանրահաշվից ինչ թեմա է անցնել, բայց ցանկալի է իմանալ։ Ցանկալի է։ Ներեցեք պարոն Մկրտչյան, եթե դասավանդում են խոսքի կուլտուրա առաջին կուրսում, ես պետք է իմանամ 4-րդ կուրսում ինչ են անցնում։ Այն մակարդակով, որպեսզի կարողանա դասագիր կամ դասանյութ ստեղծի, որպեսզի 10-րդ դասարանում այս թեման նախապատրաստի։ Դուք խիզախ մարդ եք, որ այսօր եկել եք մեզ, ես մեր շնորհակալ եմ 6-ից 8 տարեկան, 10 տարեկան։ Մենք այլևս խոսում ենք արդեն post factum, համենայն դեպս հրաշալի քննարկում էր, ես անհատապես բոլորից շնորհակալ եմ, որ այսօր եկաք։ Այս թեման կարելի է 10 անգամ զարգացնել, մեկ է ժամանակը չի բավարարի։ Շնորհակալություն մեր հանդիսատեսին, իսկ մեր վաղվա օրը կերտում են մեր երեխաները, կերտում են գիտելիքով եւ առհասարակ հզոր պետության հիմքում իհարկե գիտելիքն է։ Ուստի գնահատենք, թերությունները բարձրաձայնենք, բայց փորձենք գտնել լուծումները առանց կոնֆլիկտների, ամեն ինչ լուծելի է, եթե կա ցանկություն, կա ուղղորդում եւ կա գրագիտություն։ Ապրենք հզոր ու գրագետ քաղաքակիրթ երկրում, կհանդիպենք մարդկային գործոններ եթերում։